Վլադիմիր Պուտինը Էյր-Ռիադ բանակցությունների ուղևորված իր բանագնացների հետ անձնական նվեր է ուղարկել Թրամփին։ Կրեմլը չի բացում փակագծերը, թե ինչ։ Ռուս և ամերիկացի բանագնացները շուրջ 7 ժամ է Էյր-Ռիադում քննարկում են Սևծովյան տարածաշրջանում հրադադարի հասնելու հարցը։ Հանդիպումը դռնփակ է։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ այսօրվա բանակցությունների նպատակը Սևծովում նավագնացության անվտանգության ապահովումն է, այնինչ ավելի վաղ հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահը եւ Ամերիկայի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Это было предложение президента. Դա նախագահ Թրամփի առաջարկն էր, իսկ նախագահ Պուտինը համաձայնել է։ Այդ մանդատով է մեր պատվիրակությունը գնացել Էյր-Ռիադ։ Наша делегация отправилась в Эйр-Рияд. Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շփումների արդյունքների մասին տեղեկատվությունը անմիջապես կհաղորդվի Պուտինին։ Անհամբեր է նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը կարգադրել է Սաուդյան Արաբիա մեկնած իր պատվիրակներին Ուկրաինայում արագ խաղաղության հասնել։ Նա հույս է հայտնել, որ Էյր-Ռիադում բանակցությունները կարող են բեկումնային լինել։ Ծանր աշխատանք ունեն անելու Վաշինգտոնն ու Մոսկվան հակամարտության կարգավորման համար։ Ավելի վաղ Պավել Զարուբինի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Ըստ նրա ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել, թե պատերազմը շատ արագ պետք է հանգուցալուծում ստանա։ Առջևում շատ լուրջ տքնաժան աշխատանք է սպասվում։ Մենք պետք է խորանանք մանրամասների մեջ։ Ուզում եմ բոլորիդ հիշեցնել նախագահ Պուտինի հայտարարությունը, որտեղ նա ասաց, որ իհարկե պաշտպանում է հրադադարի գաղափարը։ Կիրակի մինչև ուշ գիշեր Ուկրաինայում մասնակի հրադադար հաստատելու էներգետիկ օբյեկտների եւ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության հարցերով բանակցել են Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները։ Կրկին Էյր-Ռիադում է անցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի բնորոշմամբ կառուցողական ու արդյունավետ հանդիպումը։ Ռուստեմ Ումերովն է ի դեպ գլխավորել ուկրաինական պատվիրակությունը։ Նրանք ի դեպ ամերիկացիների հետ հանդիպումից հետո չեն լքել Էյր-Ռիադը, սպասել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շփումների արդյունքներին։ Ուկրաինայի նախագահը եւս գոհ է բանակցությունների ընթացքից։ Զելենսկին հայտարարել է, որ կառուցողական քննարկում են ունեցել իր երկրի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները, սակայն նրա կարծիքով այս պահին ամենահրատապ հարցը Ռուսաստանի նկատմամբ ճնշումները ուժեղացնելն է։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։